Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2018-ից ի վեր աշխատատեղերի ստեղծման հարցին, ընդգծելով, որ իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի զգալի աճ։ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել։ Իշխող ուժն իր նախընտրական ծրագրում ներառել է տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը, որը վարչապետի խոսքով շատ կարևոր է։ Նա նաև ընդգծեց, որ արհեստական բանականության զարգացումն իր մեջ ռիսկեր է պարունակում, տարբեր ոլորտներում աշխատատեղերի կրճատման առումով։ Հիշեց նաև օրինակ, երբ առաջին արդյունաբերական հեղափոխությունը բերել էր արհեստավորների ընդվզմանը, չէ՞ որ հոսքագծերի ֆոնին իրենք անգործ էին մնալու, սակայն դա ունեցավ հակառակ էֆեկտը։ Մարդը արհեստանոցից կտրվեց եւ սկսեց մտածել եւ ստեղծեց տիեզերանավ եւ թռավ տիեզեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը նույնպես այդ էֆեկտն է ունենալու եւ մենք պետք է հասկանանք ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք։ Փաշինյանը տնտեսության եւ կառավարության համագործակցության արդյունք է համարում այն, որ առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը շոշափելիորեն ավելին է, քան սպառողական զամբյուղը։ Վարչապետը գործարարներին ներկայացրեց այս ընթացքում քաղաքացիների բարձրացրած խնդիրները, հասկանալու, ինչ կարող ենք անել, որպեսզի խթանենք աշխատատեղերի ստեղծումը։ Վարչապետը ներկայացրեց կառավարության բարեփոխումները ներառյալ այն ծրագրերը, որոնք ուղղված են գործատու աշխատանք փնտրող հարաբերությունների բարելավմանը։ Կարևորեց այն ընկերությունների դերը, որոնցում նաև առկա է մասնագիտական ուսուցում։ Փաշինյանն արձանագրեց, որ մեր երկիրը տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ է մտնում։ Նրա խոսքով դա կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին թրիպ նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Վարչապետի խոսքով այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև նրա փոխանցմամբ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են։ Բայց ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով։ Իհարկե Վրաստանի տարածքով միջև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին թրիպ նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք, եւ սա շատ կարեւոր է։ Վարչապետը հայտնեց, որ քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է. այդ երթուղին երբեք չի փակվելու, որը եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է։ Հայաստանն արտահանման համար առանձնապես երկաթուղին չի օգտագործում, որովհետեւ ըստ Փաշինյանի պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրենց վերափոխելու համար նախ պետք է վստահություն։ Մարդիկ պետք է հասկանան, որ ասվում է ինչքանով է տևական, հուսալի։ Եվ երկրորդն է իհարկե լոգիստիկ շղթաները պետք է փոխվեն, որովհետև ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանության ենք մտածում, ուրիշ բան է, երբ որ վագոնի տրամաբանության ենք մտածում։ Նիկոլ Փաշինյանը թե հանդիպման սկզբում եւ թե վերջում շնորհակալություն հայտնեց ներկաներին։ Գործարարներ, որոնք նրա բնութագրմամբ կառավարության քաղաքականություններին արձագանքող են եւ շարունակում են այդպիսին լինել։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։